Բարի վերդարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես սիրով ուզում եմ տեղեկացնել, որ նոյեմբերի 24-ին երեկոյան 8-ին Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում տեղի կունենա Բարդեր ակումբի հերթական ընկերներով ընկերոջ համար բարեգործական համերգ ներկայացումը մասնակցությամբ Ռուբեն Հախվերդյանի, Վահան Արծրունու, Արմինե Հայրապետյանի, Վախթանգ Հարությունյանի, Մհեր Մանուկյանի, Գագիկ Շիբոյանի եւ մնջախաղաց Համլետ Չոբանյանի։ Համերգի ամբողջ հասույթը այս անգամ եւս կուղվի բարեգործական նպատակով։ Եվ այս առիթով մեր տաղավարում է հյուրընկալվել երգահան Էդվարդ Զորիկյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Բարի լույս, ողջունում եմ ձեզ եւ հեռուստադիտողին։ Իմ անունը չկարդացիք, ես էլ կամ։ Դե։ Ձեզ պայել ենք այստեղ ներկայացնելու համար։ Բարի։ Տրամադրությունը։ Լավ, ինչ է այս անգամ պատրաստել Բարդերը շատ ոչ բարդ հանդիսատեսի համար։ Մեծ համերգ է, կարող ենք ասել համերգ ներկայացում, որտեղ մասնակցում է նաև Համլետը Չոբանյան, մեր լավագույն մնջախաղացը Հայաստանի Հանրապետության, եւ կարծում եմ, որ Համլետն էլ իր մնջախաղային էտյուդներով մեր ելույթները, մեր երգերը կկապի միմյանց, հա, մեկը մյուսին։ Ծրագիրը մերոնք իրենց գրած երգերն են կատարում։ Կարծում եմ կատարեն հանդիսատեսի կողմից ամենասիրված երգերը եւ ենթադրում եմ, որ ելույթը կավարտենք հուսահառագաստով, որ հույսը միշտ մեր կողքին լինի։ Այո։ Հատուկ ընտրված երգեր են լինելու այդ օրը, թե պարզապես յուրաքանչյուր հեղինակ իր կողմից ընտրած երգով կներկայանա։ Պարադոքսալ մի բան կա։ Հանդիսատեսը միշտ սիրում է լսել իր ականջին ծանոթ երգը, որովհետև սիրում է ձայնակցել։ Այսինքն, երբ համերգին դու փորձում ես նոր երգ ներկայացնել, ինքը այդպես չի, որ տենց մի անգամից ընդունում։ Այ նոր երգեր ներկայացնում ենք մեր ակումբային համերգների ժամանակ, որովհետև ակումբում գալիս են այն ֆաները, ֆան կոչված։ Այն հանդիսատեսն է, որ քեզնից շատ գիտի քո մասին, որ երգը երբ ես գրել եւ այլն։ Անձնական կյանքի ամեն ինչի։ Իսկ համերգին այդպես է ընդունված, կատարում են ամենա, հա, սիրված ու ականջին ծանոթ երգերը։ Եվ ինձ ամենաշատը հետաքրքրում է ոնց եք հանդիսատեսին այդ օրը համոզելու, որ յուրաքանչյուր արտիստ կատարելու է քիչ քանակությամբ երգ։ Ոնց իրենց։ Դե գիտես, առաջի համերգը չի։ Իհարկե մենահամերգներով մերոնք բոլորը ելույթ ունենում են։ Նա Ռուբեն Հախվերդյան գրեթե ամեն օր որևէ ակումբում, հա։ Այո։ Այսինքն ոնց որ դուք եք գալիս աշխատանքի ամեն օր, այնպես էլ ինքն է գնում աշխատանքի ամեն օր։ Բայց համերգների մեծ մասը մենք ընդհանուր, եթե որևէ համատավար մեծ դահլիճում ենք անում, իսկ Մեծն Թումանյանի անվան մեր ազգային տիկնիկային թատրոնի սրահը 300 քանի տեղ է, այս ժանրի համար հեղինակային երգի դա փոքր չէ։ Ինչպես ասում է Ստանիսլավսկին, եթե հրացանը կախված կա, դա բեմում, ուրեմն պիտի կրակի, ձեր ձեռքում կա կիթառ, եւ մենք միանշանակ սպասում ենք հրաշալի կատարման։ Ուրախությամբ կկրակեմ մեր հեռուստադիտողի ուղղությամբ եւ ձեր։ Լավ երգ։ Երգը կոչվում է Հուսահառագաստը կլինի այս։ Ուզում եմ անակնկալ մնալ, եթե հասցնենք վերջում, հոգեորոր։ Հոգեորոր։ Երբ հանդարտ մարեն շողերն արևի, կհայտնվի հեքիաթների բարի փերի, հովերի մեղմ շունչ, ծառերի շրշուն ու ջութակը ծղրիդի, այս ամենը կորորի քո հոգին, այս ամենը կորորի քո հոգին։
գիշերը գնալով կթանձրանա երեկոն օրանջելով կհեռանա գիշերում խաղաղ ասուտերի խաղ ու ժպիտը լուսնյակի այս ամենը կորորի քո հոգին այս ամենը կորորի քո հոգին արևամուտից մինչև առավոտ Զով գիշերը հանգստի կարոտ Գիշերում խաղաղ, ասուտների խաղ ու ժպիտը լուսնյակի Այս ամենը կորորի քո հոգին Այս ամենը կորորի քո հոգին Մայր արեգակի շողերն առաջին Կհայտնվեն արևելքում լուսաբացին Ակղաղի կանչ, արվակի կարկաչ ու բուրմուկ ծաղիքների Այս ամենը կորորի քո հոգին Այս ամենը կորորի քո հոգին Այս ամենը կորորի քո հոգին Այս ամենը կորորի քո Վաու։ Պարոն Զորիկյան, ինձ բախտ է վիճակվել ներկայացնել ձեր համերգները, հա, բարդերի համերգները եւ ես ամեն անգամ միշտ նկատել եմ մի հետաքրքիր փաստ, հատկապես Արմինեի Հայրապետյան համերգների ժամանակ, իդեպ նրան ջերմ ողջունները մեր, որ այսպես երկացանկը նախորդ կազմված է ծրագիրը, բայց հանկարծ բեմի վրա հնչում է հետեւյալ արտահայտությունը։ Գիտեք, պիտի սա երգեի, հաջորդ երգը պիտի ընտրածս լիներ, բայց ձեր էմոցիաների ձեռներով կփոխեմ երգը եւ հիմա ուրիշ բան կերգեմ։ Այ ինչ է ուզում բարդերի հանդիսատեսը բարդերից եւ ինչպես է այդ երկխոսությունը կայանում իրար հետ։ Կարծում եմ շատ հեշտ բացատրվող երևույթ է դա, ընթացքում որևէ այլ երգ այդ միջավայրում, հա, մի բան ես մտածում կատարել, բայց ոնց որ մտածում ես ինչի մասին զրուցես, բայց զրուցակցիդ հետ զրուցելիս խոսքը գնում է մի այնպիսի ուղղությամբ, որ հա, բայց հետարքիր ուղղություն է, այդ թեմայով էլ ես զրուցում։ Նմանատիպ մի երևույթ է կատարվում, այստեղ դյուրինը այն է, որ երգի հեղինակը դու ես, երգերը շատ են, համենայն դեպս մեկ համերգային ծրագրից ավելի են, եւ ոնց կուզես այնպես էլ կվարես մեքենան։ Նավակը։ Նա Սարագաստը։ Հա, եթե լավ վարպետ ես, նույնիսկ հաշվի առնելով, որ այնուամենայնիվ քամին է բրդում առաջ, բայց դու ես, հա, վարում։ Իդեպ դու գիտեիր, որ քամուն ընդառաջ կարելի է վարել։ Եթե թիկունքից շատ ամուր թիմ ունես, կարող ես։ Որովհետև շատերը մտածում են, որ քամուն համընթաց է գնում առագաստանալը, ոչ, ցանկացած ուղղությամբ կարելի է վարել։ Վարպետությունից։ Վարպետն է, այո, կարևոր։ Եվ հետաքրքիր է երգի ժամանակ ես մի պաս այդպես կտրվեցի մեր իրականությունից, մոռացա, որ հաղորդման ընթացքում այս ամեն ինչը պատկերացեցի, որ ես ու Սուրենը առաջի շարքում նստած վայելում ենք ձեր կատարումը, շատ այդ էներգիան եկավ, առհասարակ նման ֆորմատը շատ մտերմիկ ջերմ երեկոների համար է։ Ինձ հետաքրքիր է ձեզ մոտ փոփոխություն լինում է, երբ մեծաթիվ հանդիսատեսի առաջ եք ելույթ ունենում։ Մտերմիկը ավելի հոգեհարազատ է, թե տարբերություն չկա։ Ստադիոններում ելույթի փորձ չունեմ ու կարծում եմ անիմաստ է, որովհետև չգիտեմ Ոչ ավելի մտերիմ։ Հաճախ մերոնք, դե գիտես, երբ բեմ ես բարձրանում, այդ լուսավորությունը բեմի քեզ կուրացնում է, դահլիճում էլ լույսերը անջատում են, եւ դու փաստացի
զգում ես հանդիսատեսին, չես տեսնում։ Ու շատ տեղ է որ համերգի ժամանակ մերոնցից ասել են խնդրում եմ վառեք դահլիճի լույսերը, ես ուզում եմ տեսնել հանդիսատեսի աչքերը։ Կոնտակտը։ Դե հիմա դե կոնտակտը մեծ առումով այնպես էլ կարող է լինել, հա, զգալով։ Ու մեծամասամբ այդպես է լինում։ Բայց լինում է ինչ որ պահ է լինում, ուզում ես հանդիսատեսի աչքերին նայես։ Դե ստադիոնում ոնց նայես։ Ինչ հեռադիտակով։ Այո, մենք կարող ենք հուսո առագաստը միասին թիավարել։ Իհարկե, իհարկե։ Ձայնակցեք։ Բարի ծովի վրա մեր հույսերից ծնված նավակ լողա ծովերնի վեր պարզած ջերմակ առագաստներ վերցրու քեզ սրտերը մեր լեռներից խաղաղ հովեր վերցրու քեզ խաչված քարեր ծով դաշտերից ոսկե հասկեր մեր Կիլիկիո անմար երգով մեր պապերի կարոտեր գրով հուսո ջերմակ առագաստով հասիր բաց ծով չեք ձայնակցում Չենք ուզում թագարել։ Բարի ծովի վրա մեր հույսերից ծնված երազ լողա ծովերնի վեր երկինքնի վեր սարերնի վեր վերցրու քեզ սրտերը մեր լեռներից խաղաղ հովեր վերցրու քեզ խաչված քարեր ծով դաշտերից ոսկե հասկեր մեր Կիլիկիո անմար երգով մեր պապերի կարոտեր գրով հուսո ջերմակ առագաստով հասիր բաց ծով վերցրու քեզ սրտերը մեր լեռներից խաղաղ հովեր վերցրու քեզ խաչված քարեր ծով դաշտերից ոսկե հասկեր մեր Կիլիկիո անմար երգով մեր պապերի կարոտեր գրով հուսո ջերմակ առագաստով հասիր բաց ծով հուսո ջերմակ առագաստով հասիր բաց ծով հուսո ջերմակ առագաստով հասիր բաց ծով Այո, հող բոլորից հուսո ջերմակ առագաստով հասնենք բաց ծով ու խաղաղ երկնքի տակ այդ ամենը լինի ու այն բոլոր կարևոր բարեգործությունները, որոնք արվում են, հա, բարդերի համերգների ընթացքում, թող ծառայեն իրենց նպատակին։ Համոզված եմ, որ այդպես էլ կլինի, որովհետև հավաքվել են ընկերներ, հավաքվել են տաղանդավոր մարդիկ եւ այդ ամենը միանշանակ պսակվելու է հաջողությամբ։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սարգոն կարմիր չոր գինին, որը կարծում եմ համերգի օրը, հա, ամսի 24-ին ընկերներով կբացեք ու եւս մի հաղթանակ կնշեք միասին։ Շնորհակալ եմ անպայման, հենց համերգի օրը։ Միասին դուք էլ ձեզ հետ միասին։ Սիրով։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել Արև բացիկներից, Արև Քարց շնորհավորական ամանորի, որտեղ շուտով ամանոր է եւ շատ գեղեցիկ կլինի, որ նվերները, որոնք նախապատրաստում եք սիրելիների համար, նաեւ ուղեկցվեն բացիկներով։ Իսկ բացիկներում իհարկե հայտնի երգերից ֆրազներ են, այստեղ Yellow Heart-ից է, «Այս նոր տարին թող մի քիչ սեր բերի» ու մի քիչ տանի, թող քիչ մեզանից տանի։ Այնպես որ սա ձեզ ու շնորհակալ ենք մեր հաղորդմանը հյուրընկալվելու համար։ Հիշեցնենք նոյեմբերի 24-ին ժամը 20:00-ին։ Երեկոյան Հովհաննես Թումանյանի անվան ազգային տեխնիկային թատրոնում վայելեք լավ երաժշտություն եւ մասնիկը դարձեք բարեգործական երեկոյի։ Իսկ մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։